Ընկերներ ջան, ժողովուրդ ջան, մի կարևոր տեսանյութ կապված մարզվելու հետ։ Տեսեք, շատերը նստած տեղ խոսում են ու մտածում են, թե կյանքը այդպես հեշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել եւ չեն զգացել այդ կորուստը իրենք իրենց մաշկի ու մարմնի վրա։ Իրականում ես ոչ մեկի չեմ ցանկանա, բայց երբ որ ասում են մարզվելու հետ կապված տարբեր մեկնաբանություններ են գրում, նրանք չեն էլ հասկանում, որ այդ իմ կյանքում արդեն պարտադիր է, որովհետև պատերազմի դաշտում վիրավորվելուց հետո տարբեր մկանային խնդիրներ ունենալով ես պետքա մշտապես այդ վերականգնողական միջոցառումները անեմ։ Սա ինձ մինչև իմ կյանքի վերջ ուղեկցելու է, որպեսզի ես մարզվեմ, անկախ սրանից։ Ես դժգոհ չեմ, ես մարզվել եմ դեռ 6 տարեկանից։ Ես նաև կոչ եմ անում բոլորիդ, որ ձեր անկախ տարիքից, անկախ ժամանակից, անկախ ամեն ինչից մտածեք, որ դա մի ամենակարևոր գործերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Եվ սրա լուսաբանման բուն նպատակը այսօրվա կեղտոտ հասարակության այդ շերտերի մեջ, որտեղ անընդհատ գովազդում են մի քանի օր գինու փառատոն, մի քանի օր գարեջրի փառատոն, մի քանի օր, չգիտեմ, այնտեղ տարբեր վատ բաների քարոզա իրականացվում, բայց իրականում ժողովուրդ ջան, շատ ավելի քիչ քարոզա իրականացվում սպորտի հետ կապված, տեսնում եք փակվում է Օլիմպիադանը, փակվում է սպորտային կետեր, ու այս վատ սովորություններից ազատվելու համար մեզ պետքա, որ մենք դրա քարոզը անենք։ Տեսնում եք Փաշինյանի երեխեքը, ասենք աղջիկ երեխա, անկեղծ չեմ անդրադառնա, իրենք իրենց գործն ունեն, բայց եթե նա ղեկավարի երեխա չլիներ, կյանքում չհավատեք, ես որևիցե այդպիսի կամ հանրային կերպար չլիներ, իրանք իրանց անկյունում ինչ ուզում էին, թող գնային անեին։ Բայց դուք այդ հարբեցողության քարոզը, որ անում եք, առանց այն էլ տեսնում եք, ժողովուրդ ջան, ինչքան վատ սովորույթներ է այսօր տարածված, ազգի ժողովրդի, գիտեք, որ խմիչքը կախվածություն է առաջացնում, դրա գովազդ անելը ո՞րն է։ Դա պետք է դաժե օրենքով արգելվի, որևիցե խմիչքը գովազդել։ Հայտնիներին մանավանդ պետքա դատ հասնի դրա համար։ Դա չարիք է, 21-րդ դարի չարիքներն են։ Նարկոտիկը, խմելը, ծխելը, չգիտեք, այդ տարական բաները չեք անցել։ Չէ՞ որ դրանից մարդկանց մոտ կախվածություն կարող առաջանա։ Թե ձեր ուղեղը այդքան չի մտածում։ Իսկ երբ որ լավ բաներ ես անում, այդտեղ նախանձում են, խի ես նախանձում, Նիկոլական։ Դժվար է, հելի գնա 2 ժամ էլ դու մարզվի, կարող ուղեղդ սկսի աշխատել։ Հասկանաս լավը, վատը, բարին, չարը, հայրենիքը, ճիշտը, սխալը, մի քիչ տանջես ինքդ քեզ հասկանաս, բայց ձեր քպեականները մարզվում էին, ընտրություններից առաջ լավ շոու էին, ուր կորան։ Գնացին էլ վсё, հա, իրան շոու էր պետք է տենց լավ սպորտսմեն, լավ տղու կերպար ներկայանային, բայց մեր առօրյան միշտ է այդտեղ է, ժողովուրդ ջան, միշտ, մենք չենք եկել մենակ քարոզ արշավներին ռոլիկ նկարել, միշտ մեր կյանքով նկարել ենք, ցույց ենք տվել, որ սա է ճիշտը, մեզ էլ են ցույց տվել, մենք էլ ենք տեսնում եմ, նայում եմ, թերթում եմ, չէ՞ Facebook-ը, մեկը մի լավ բան անում, ոչ թե նախանձում եմ, ոչ թե չարանում եմ, այդ ձգտում եմ ես էլ այդ մարդու պես անեմ, կամ ես էլ իմ պես անեմ, ինչ-որ լավ բան ցույց տամ իմ ազգին, էս արեք, արա, թե չէ պիվի շիշը դնենք, վերաններից նկարենք, պիվի բակալը դնենք նկարենք, եթե եսա ձեր համար արժեքն ու սկզբունքը, բա մեր ու ձեր տարբերությունն էլ հենց էսա։ Ընկերներ ջան, ժողովուրդ ջան, մի կարևոր տեսանյութ կապված մարզվելու հետ։ Տեսեք, շատերը նստած տեղ խոսում են ու մտածում են, թե կյանքը այդպես հեշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել եւ չեն զգացել այդ կորուստը իրենք իրենց մաշկի ու մարմնի վրա։ Իրականում ես ոչ մեկի չեմ ցանկանա, բայց երբ որ ասում են մարզվելու հետ կապված տարբեր մեկնաբանություններ են գրում,
նրանք չեն էլ հասկանում, որ այդ իմ կյանքում արդեն պարտադիր է, որովհետև պատերազմի դաշտում վիրավորվելուց հետո տարբեր մկանային խնդիրներ ունենալով ես պետքա մշտապես այդ վերականգնողական միջոցառումները անեմ։ Սա ինձ մինչև իմ կյանքի վերջ ուղեկցելու է, որպեսզի ես մարզվեմ, անկախ սրանից։ Ես դժգոհ չեմ, ես մարզվել եմ դեռ 6 տարեկանից։ Ես նաև կոչ եմ անում բոլորիդ, որ ձեր անկախ տարիքից, անկախ ժամանակից, անկախ ամեն ինչից մտածեք, որ դա մի ամենակարևոր գործերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Եւ սրա լուսաբանման բուն նպատակը այսօրվա կեղտոտ հասարակության այդ շերտերի մեջ, որտեղ անընդհատ գովազդում են մի քանի օր գինու փառատոն, մի քանի օր գարեջրի փառատոն, մի քանի օր, չգիտեմ, այնտեղ տարբեր վատ բաների քարոզ է իրականացվում, բայց իրականում ժողովուրդ ջան, շատ ավելի քիչ քարոզ է իրականացվում սպորտի հետ կապված, տեսնում եք փակվում է Օլիմպիադանը, փակվում է սպորտային կետեր, ու այս վատ սովորություններից ազատվելու համար մեզ պետքա, որ մենք դրա քարոզը անենք։ Տեսնում եք, Փաշինյանի երեխեքը, ասենք աղջիկ երեխա, անկեղծ չեմ անդրադառնա, իրենք իրենց գործն ունեն, բայց եթե նա ղեկավարի երեխա չլիներ, կյանքում չհավատեք, ես որևիցե այդպիսի կամ հանրային կերպար չլիներ, իրանք իրանց անկյունում ինչ ուզում էին, թող գնային անեին։ Բայց դուք այդ հարբեցողության քարոզը, որ անում եք, առանց այն էլ տեսնում եք, ժողովուրդ ջան, ինչքան վատ սովորույթներ է այսօր տարածված, ազգի ժողովրդի, գիտեք, որ խմիչքը կախվածություն է առաջացնում, դրա գովազդ անելը ո՞րն է։ Դա պետք է դաժե օրենքով արգելվի, որևիցե խմիչքը գովազդել։ Հայտնիներին մանավանդ պետք է դատ հասնի դրա համար։ Դա չարիք է, 21-րդ դարի չարիքներն են։ Նարկոտիկը, խմելը, ծխելը, չգիտեք, այդ տարական բաները չեք անցել։ Չէ՞ որ դրանից մարդկանց մոտ կախվածություն կար առաջանա։ Թե ձեր ուղեղը այդքան չի մտածում։ Իսկ երբ որ լավ բաներ ես անում, այդտեղ նախանձում են, խի ես նախանձում, Նիկոլական։ Դժվար է, հելի գնա 2 ժամ էլ դու մարզվի, կա ուղեղդ սկսի աշխատել։ Հասկանաս լավը, վատը, բարին, չարը, հայրենիքը, ճիշտը, սխալը, մի քիչ տանջես ինքդ քեզ հասկանաս։ Բայց ձեր ՔՊ-ականները մարզվում էին, ընտրություններից առաջ լավ շոու էին, ուր կորան։ Գնացին էլ վсё, հա, իրանց շոու էր պետք է տենց լավ սպորտսմեն, լավ տղու կերպար ներկայանային, բայց մեր առօրյան միշտ է այդտեղ է, ժողովուրդ ջան, միշտ մենք չենք եկել մենակ քարոզ արշավներին ռոլիկ նկարել, միշտ մեր կյանքով նկարել ենք, ցույց ենք տվել, որ սա է ճիշտը։ Մեզ էլ են ցույց տվել, մենք էլ ենք տեսնում եմ, նայում եմ, թերթում եմ, չէ, Facebook-ը, մեկը մի լավ բան անում, ոչ թե նախանձում եմ, ոչ թե չարանում եմ, այդ ձգտում եմ ես էլ այդ մարդու պես անեմ, կամ ես էլ իմ պես անեմ, ինչ-որ լավ բան ցույց տամ իմ ազգին, էս արեք, արա, թե չէ պիվի շիշը դնենք, վերաններից նկարենք, պիվի բակալը դնենք նկարենք, եթե հեսա ձեր համար արժեքն ու սկզբունքը, բա մեր ու ձեր տարբերությունն էլ հենց էս է։